Զրուցում ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, հեցի հետ կապված աժիոտաժը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանն էլ պնդում է, որ պետությունը պետք է արագ վերցնի հեցի կառավարումը։ Կխնդրեմ մեկնաբանեք, թե այս իրավիճակը ուր է տանելու, ինչ է լինելու եւ ինչ ռիսկեր կան հեցի պետականացումից հետո, որովհետեւ նաեւ խոսվում է այն մասին, որ կարող է այն պետականացվելուց հետո օրինակ հանձնվել թուրքական որևէ ընկերության։ Ինչ վերաբերում է հեցի պետականացմանը գործընթացին, դա բավականին բարդ գործընթաց է, այնպես չէ, որ օրենք ընդունեցիր ու օրենքով պետականացեցի։ Դա մասնավոր ձեռնարկություն է, որը վարկեր է վերցրել տարբեր միջազգային կազմակերպություններից, որոնք վարկը տվել են որպես մասնավոր ընկերության, որոնց հետ կա որոշակի այսպես ասենք, տնտեսական հարաբերություններ եւ պայմանագրեր, իսկ իրենք համաձայն են, որ պետությունը վերցնի եւ սեփականատեր փոխվի ի հակառակ սեփականատիրը ցանկության, որովհետեւ դեպքում իրենք կարող է դրան համաձայն չեն, դեպքում իրենք կարող են դա կասեցնել գործընթացը տալ միջազգային տարատեսակ արբիտրաժային դատարաններ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել, դու չես կարող արդեն այդ սա խլելու գործընթաց են կալվելու, դա նշանակում է, որ դու չես կարող վարկեր վերցնելու, իսկ պետությունը այդքան սեփականություն, այդքան բաներ չունի, ասենք, որ ներդրման դու կարող ես վաճառել, բայց փորձես վաճառել, բայց արդյոք վաճառված ընկերությունը վստահ լինի, թե ուզելաշած թուրքական ընկերությունը, որ ամեն ինչ նորմալ է գնացել չէ, այդպես չի, որովհետև եթե անգամ թուրքական ընկերությունը ուզի գնել, դա նշանվան է արդյոք այն իր վարկային ընկերությունները, որոնք վարկատավել են, ասենք, Տաշիր էներգոյին պայմանական ասած, ես չգիտեմ ով ընկերության սեփականատեր, գիտեմ, ասենք, Սամվել Կարապետյան, բայց ինչպես է կոչվում ընկերությունը, հիմա տվյալային դա չի կարող ասենք Տաշիր էներգոն եւ հիմա արդյոք այն ընկերություն, որ Տաշիր էներգոյի վարկատեղը կհամաձայնվի պետությանը վարկտալ կամ այլ հարաբերական կհամաձայնվի, որ դա վաճառվի մի ուրիշ ընկերության միգուցե նա չհամաձայնվի, դեպքում նորից պրոբլեմներ, այսինքն այնպես չէ, որ sense բան չէ, կոշիկի վերանորոգման բուտկա չի, որ հանրային շատ ճանաչեցիր, վերցեցիր մի, չգիտեմ, մի ասենք $1000 փող տվեցիր այդ բուտկի տիրոջը վրա թողած գնաց։ 10 միլիոնավոր դոլարների սա բաներ ձեռնարկություն է, հետո սա նաև չմոռանանք առաდა քաղաքացու սեփականությունը, իսկ դու վերցնում ես պաստորեն առաდა քաղաքացու սեփականությունը բռնագրավում ես, այն ինչ-որ ունի Եվրամիության տարածքում, իսկ դուք գիտեք Ռուսաստան Եվրամիության հարաբերությունները հենց այդ հարցի կապակցության ինչպես είναι, երբ որ Ռուսաստանի երբ որ արմուտքը փաստացի ուրեմն այսպես ասենք, գողացը կողոպտել է ռուսական կապիտալը, որը գտնվում է արմության բանկային համակարգում չի տալի դրա տոկոսները վերցնում եւ ուղարկում է ուրեմն Ուկրաինային զենք է գնում դառնով Ուկրաինային եւ այդ կոնտեքստով համատեքստում Ռուսաստանի Դաշնություն Եվրամիություն հարաբերությունները լարված են իհարկե այլ կոնտեքստում են լարված ուղղակի նաեւ դա էլ ավելանում իրաց խնդիրներին հիմա նույնը փորձես անել Հայաստանում իսկ այդ դեպքում Ռուսաստանը փակում է շուկան կոապրոն Հայաստանի պետական ապրանքների համար դա բերում է բավականին լուրջ խնդիրներ այսինքն այնպես չէ որ վերցը ծախը ու ծախեցել այսինքն պրիմիտիվ է ներկայացնում Հայաստանին Իսկ դա բավականին բարդ գործընթաց է, որտեղ սեփականատերը համաձայնություն չի տալի, չես կարող ասել, ես հանրայինշայում ճանաչում։ Հիմա կոնը վերցնում է մարդ գնահատում է միշկան 200 միլիոն, առ 200 միլիոն վեկալ գարավ ինձ չխանգարել, չէ, պես չի լինում, այդ մարդը չի վերցնում, չի վաճառում։ Պարոն Բադալյան, հիմա դերողություն դու խելում ես, հիմա եթե Թուրքիան էլ ընդունել դերասած X ընկերությունը ենթադրել թուրքական ընկերությունը հարավ, այն ինչ երաշխիք որ հաջորդ իշխանությունը որ գա, ասենք, չգիտեմ, որը չի լինի, սանց հակառակը կլինի, ասեք գիտեք, այդ սեփականությունը որ թուրք ընկերությունն է առել թուրքական ընկերություն, անօրինական է, նորից չի վեկալի թուրքյան ընկերությունը, սա հիմա դրա մեջ դու պիտի խարվես, որ մի բարդ ժողովրդականացած մի բարդ կարգաբալ է դառնում։ Այնուամենայնիվ հաշվի առնելով այսօրվա կառավարության իդեմս իր ղեկավարի ոգևորությունը, այդ process-ը փորձելու են արագացնել։ Գուցե եւ իրենք չեն պատկերացնում դրա բարդությունը։ Ռիսկերը որոնք են առանց պատկերացնելու այդ գործընթացի մեջ մտնելու։ Դա ռիսկերը որոնք են, դա ռիսկերը որոնք են։ Իրենք չեն պատկերացնում, իրենք պրիմիտիվ ուղղ են։ Իրենք ուղղակի չեն պատկերացնում, օրենք ընդունեցին, պետական
պետականացեցի եւ ասենք բացարձակ իշխանությունը բան արել բացարձակ այդ իշխանությունը իշխող քաղաքական ուժի մոտ գլխապտույտ ստեղծել ասում ամեն ինչ կարան արդեն անեն չէ ամեն ինչ չեն կարող անել որովհետև սա միակ գործարանչի մի ֆաբրիկա չէ, սա մի ձեռնարկություն է, որ ասեցի միջազգային բան այդ վարկավորման խնդիր ունի, նաև քո երկիրը ընդհանրապես վարկել է, չի գեշկան է կայակալս Հայաստան մասի, որ մենք էսա գումար եք դնում, տեսեք ինչ ներդրումներ կան, ոչ մի ներդրում չեն կա, որովհետև բոլորը լավ գիտեն, իշխանությունը փոխվեց Եվրոմիություն ներդրողը վստահ չի, որ իր ներդրումները արդեն բան այդ չեն պետականացվի եւ չեն տարվի ուրիշի, եթե այդ իշխանությունը կարող է ռուսական կապիտալով ստեղծված ընկերությունը կամ ընկերություն, որտեղ ներդրված է ռուսական կապիտալ պետականացնի եւ տա ուրիշին, հաջորդ իշխանությունը կարող է Եվրոմիության, ասենք, ներդրումներով ձեռնարկված կամ կատարված ձեռնարկությունը, ստեղծված ձեռնարկությունը Եվրոմիության ներդրումներով ստեղծված ձեռնարկությունը պետականացնի տա ռուսական ընկերությունը, հետո ով է գալու ստեղծել Հայաստանը ոչ մեկ ներդրում չէ, բայց ինքը սա անես մոտ հարված է բանին ներդրումային այդ գրավչությանը, որ երևի չգիտեմ, ինչքան տաներ պիտի անցնի, որ միջև կամաց բացական այդ կտորի։ Իսկ իրանք չեն պատկերացնում, որովհետև պրիմիտիվ մտածելակերպ ունեն։ Իրանց թվում է, ասած մատերը չտածելու կարան ինչ արեն, էլ ասենք իրանց թվում է, որ հետի պետականացումը եւ ասենք ինչ որ քրեական գործ կարել է եկեղեցու կանի վրա, դա նույն մակարդակի գործերն են, էլ հա դու կարաս քրեական գործ սարքես ինչ-որ եկեղեցականի վրա ինչ որ անում են, բայց դու չես կարող վերջերս օրենքով դա պետականացնես, հետևանքների մասին պիտի մտածես։ Ռուսաստանը պետք է ուշադրի sense կողքի դիտորդի կարգավիճակն է, թե ոնց է ինչ-որ մի հատ բան այդ ինչ-որ մի հատ քաղաքական ուժ իր բան անում, այդ այսպես իր քաղաքացու պատկանող սեփականությունը վերցնում եւ խլում Բավար բռը ճանապարհները փակի Հայաստանի գյուղատնտեսությունը ապրանքները փակի այսօր ուրախացած նախարարը ասում է հա 300 չգիտեմ 40 ֆուր մտավ Ռուսաստանի տարածքը որ վաղը չմտնի որ վերստել ինքնաց դե որ տենց այսօր փակում եմ Հայաստանի օտանի սահմանները ոչ մի ինքնաթիռ չի Հայաստանի չի տրխելու որովհետեւ դուք սեփականով վստահ չեմ որ բանը դուք չեք բան կողանա ռուսական ինքնաթիռները կհամարեք բանը չգիտեմ ինչ խնդիրներով կհամարեք չգիտեմ Հայաստանի Հանրապետության շահերը չբաղ ու չեք գողանում դրդաբար փակում եմ ինչ պիտի անես պետք է մի քիչ ուղեղ ունենալ էլ բայց կանեոր իշխող քաղաքական ղեկավարությունը բացակայում է մոտ այդ երևույթը ասենք այդ իմացության գիտության այդ ոլորտում չեն խորացել դա համայնքով սենց էշն էլ կարան օրենքով դանեն անեն հա օրենք արած ընդունես բայց հետո